Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է քաղաքագետ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, պարոն Մելքոնյան։ Տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահի այցը սկզբում Հայաստան, հետո Ադրբեջան։ Մեզանում հնչում են ինչպես միշտ նման դեպքերում լինում է ծայրեղացված գնահատականներ, բևեռացված։ Մի մասն ասում են, որ սա դարակազմիկ իրադարձություններ եւ աշխարհաքաղաքական նույնիսկ շրջադարձի մասին են գրեթե խոսում կամ ակնարկ են անում։ Մյուս բևեռը, մյուս հատվածը ավելի այսպես փորձում են սառը գնահատականներ տան, ինչ որտեղ այսպես սկեպտիկ գնահատականներ տան։ Ձեր կարծիքով ինչ տվեց այդ այցը, պարոն Մելքոնյան, եղած պայմանավորվածություններ, ինչի մասին են վկայում եւ առհասարակ ժամանակն է արդյոք խոսել տարածաշրջանի, ամեն դեպս Հայաստանի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Եկեք փորձենք վերլուծենք ըստ օրակարգի։ Հիմա ինչ մենք ունենք օրակարգում կամ առնվազն ինչ ակնկալում ենք, որ կլինի օրակարգում։ Առաջինը կային ակնկալիքներ, որ տրիպի պայմանագրի շուրջ ինչ որ առաջընթաց տեղի կունենա։ Բայց հաշվի առնելով, որ Արադ Միրզոյանի այցից հետո թիվ պայմանավորությունը ստորագրել են, հետաբար որակապես քայլ առաջ էլի ծավալ աշխատանք պիտի տեղ ունենար, հետաբար ոնց հասկանում ենք դեր ժամանակի կարիք է, որ ինչ որ նոր պայմանագիր ստորագրեն։ Այդ տեղի չունեցավ։ Երկրորդը միջուկային ատոմակայանի հարցով։ Կարևոր է նշել, որ անտեղ մենք ստորագրեցինք հայտարարություն, որ բանակցությունները 1-2-3 պայմանագրի շուրջ ավարտվել են։ 1-2-3 պայմանագիրը դա հիմքն է, որ Միացյալ Նահանգները թույլ են տալիս այլ երկրին տեխնոլոգիաների տրանսֆերը միջուկային այս դեպքում։ Մենք ստորագրեցինք հայտարարությունը, որ բանակցությունները ավարտեցինք, բայց բուն պայմանագիրը չստորագրեցինք։ Բայց ակնկալում ենք, որ այդ պայմանագրի շուրջ արդեն պայմանավորվածություն կլինի։ Երրորդը էլ ակնկալիք։ Դա իհարկե գերիների հարցն էր, որը մեր լայն հասարակության մտահոգում էր, ոչ միայն Հայաստանում, նաև Սփյուռքում։ Գուցե ինչ որ պայմանավորվածություններ կային, բայց էականորեն բան չփոխվեց այս հարցում։ Մեկ բանը, որը կարևոր է եւ ինչ որ մի հատ փոփոխություն բերեց, դա այս դրոնների շուրջ պայմանագիրը։ Ոչ այդ բուն դրոնները, որովհետեւ իրենք ըստ քանակի 11 միլիոնի, որը մենք կարող ենք ձեռք բերել, էականորեն ինչ որ իրավիճակ գետնի վրա չեն փոխել։ Դա պարզ է։ Խոսքը գնում է, որ Հայաստանը փաստացի ասենք D կատեգորիայից տեղափոխվեց մի քիչ բարձր, որ կարող ենք ստանանք այլ ամերիկյան տեխնոլոգիաներից զենքեր եւ այլ ոլորտներ։ Դժվարում եմ պատկերացնել, որ մենք ակտիվորեն սկսենք գնել ամերիկյան զենքեր, որովհետեւ իրենք բավականին թանկ են եւ կան ավելի մատչելի ալտերնատիվաներ, այլ ընտրանքներ։ Բայց սրա ուրիշ բանի մասն է խոսում։ Այն դեպքում, եթե մենք ցանկանանք գնել զենք այլ երկրից, շատ բարձր որակի եւ ոչ այդքան թանկ, եւ այնտեղ լինեն ամերիկյան ընկերություններից արտադրված մասերը, այնտեղ պիտի լինի Միացյալ Նահանգների կողմից թույլտվությունը այս երկրին մատակարարել զենքը։ Փաստացի մենք արդեն այդ հնարավորությունը կունենանք այլ երկրներից գնել բարձր որակի զենք, որտեղ կան ամերիկյան կոմպոնենտներ։ Ինչու վերաբերվում Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը, ապա կարող ենք ասենք, որ Ադրբեջանը այսօր փետրվար 2026 թվին հասցրեց իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այն մակարդակի, որը Հայաստանը ուներ հունվար 2025 թիվ։ Այսինքն այն նույն պայմանագիրը ստորագրեց, որը որ Միրզոյանը անցած տարի ստորագրեց Բլինկենի հետ։ Այո։ Այդ նույն պայմանագիրը ռազմավարական համագործակցության խարտիան, այո։ Բայց այնտեղ դետալավոր էլի պլանավորում կա, որը մեզ մոտ դեր, ոնց ասում եմ, կան առաջընթաց չկա, որ այնտեղ ստեղծվում են ձևավորվում են 4 խմբեր, ենթակառուցվածքներ, անվտանգություն, տեխնոլոգիաներ, տնտեսություն եւ այլն։ Եվ պիտի հանդիպեն ավելի կոնկրետ առաջարկներ պիտի լինեն եւ այս ուղղությամբ իրանք արդեն ասում են roadmap, աշխատանքային ճանապարհային քարտեզը արդեն ձևավորեցին, թե որ ուղղությամբ շարունակվելու։ Հիշեցնեմ, որ Ալիևը դա հայտարարում էր հունվար-փետրվար 2025 թիվ, որ հասցնել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական մակարդակի, դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնորդություններից մեկն է։ Կարող ենք ասենք, որ իրենք արդեն 1 տարվա կտրվածքով հասան։ Եվ իրականում Ադրբեջանի դեպքում մենք ավելի գործընկերներ ենք, ավելի շատ ակնկալիքներ ունենք այս զենքի շուրջ պայմանագրերի, բայց երբ որ
խոսքը գնաց ինչ-որ կազերների մասին, հասկացանք, որ դեր ինչ-որ լուրջ պայմանավորվածություն այդ հարցում չկա։ Եթե շատ փորձենք սարը դատել, ապա էականորեն տարածաշրջանում ոչ մի բան չփոխվեց։ Բայց այս այցը նշանավոր էր, սիմվոլիկ էր եւ կարող է արդեն հիմք լինի, որ երկու երկրներ շարունակում են ինչ-որ մեկ ուղղությամբ իրենց արտաքին քաղաքականությունը։ Պարոն Մելքոնյան, այն որ երկու երկրները շարունակում են մեկ ուղղությամբ, թեկուզ պայմանական, թեկուզ դեռ հում պայմանագրերի հիման վրա, սա ինչ որտեղ խաղաղության, կայունության երաշխիք կարող է հանդիսանալ, գոնե առաջիկա թեկուզ 3 կամ 4 տարվա կտրվածքով, մինչև որ Թրամփի այս նախագահական ժամկետն ավարտվի։ Այո, ես դեռ համաձայն եմ, որովհետև այս տրիպի պայմանագիրը ինքը առաջին հերթին ըստ ինձ հետաձգեց էսկալացիան, այլ ոչ թե չեղարկեց ընդհանուր։ Չի չեղարկում, հետաձգում է միայն։ Ըստ ինձ հետաձգում է, որովհետև մենք դեռ շատ կարևոր է հասկանանք, թե ինչպես ենք մենք սահմանում կոնֆլիկտը։ Մեզ մոտ եւ դրսում մենք միշտ սխալվում ենք։ Դրսում նկատի ունեմ Ռուսաստանում, Արևմուտքում, որ կոնֆլիկտը միայն Արցախի շուրջ է։ Մեր մոտ էլ նարատիվ կա, դե Արցախը տանկ բացնենք։ Այո։ Այս տեսնում եք, որ դրանով չավարտվեց։ Հետևաբար կոնֆլիկտը Արցախում չէր գտնվում։ Ինչպես մինչև այդ կոնֆլիկտը Նախիջևանում չէր։ Հիմա մենք տեսնում ենք, որ կոնֆլիկտը ավելի լայն է։ Բացի նրանից, որ մենք ունենք գերիներ, մենք ունենք օկուպացված տարածքներ, մենք դեր չունենք խաղաղության պայմանագիր, մենք տեսնում ենք, որ ռետորաբանությունը Արցախից արդեն շեղվել է դեպի Հայաստան։ Եվ որով է ինդիկատոր նշան չկա, որ Ադրբեջանը մի քայլ ետ կանի այդ կետից։ Հետևաբար ասել, որ մեր տեսանկյունից կոնֆլիկտը գուցե լուծվել է Չակերտներում։ Ադրբեջանի տեսանկյունից կոնֆլիկտի բաղադրիչները ավելի լայն են, որը ներառում է այսպես կոչված ադրբեջանցիներին, արևմտյան ադրբեջանցիներին, այսպես կոչված վերադարձ Հայաստան, իրենց ինչ որ ժառանգությունը ստեղ ապահովել, պահպանել եւ այլ։ Դա է իրանց համար կոնֆլիկտը։ Մենք ուրիշ ձև ենք հասկանում կոնֆլիկտ։ Առնվազն մինչ այսօր այդպես ենք հասկանում։ Հետևաբար կոնֆլիկտը դեռ չի ավարտվում։ Նույնիսկ խաղաղության պայմանագրով բարձր է, որ կոնֆլիկտը չի ավարտվում։ Խոսեցիք ատոմակայանի մասին, կուզենամ այստեղ մի փոքր կանգ առնենք, հետո նորից կվերադառնանք կոնֆլիկտի հետագա ընթացքին եւ Վաշինգտոնի պահվածքին։ Այդ 1-2-3 պայմանագրի փաստաթղթի հայտարարության ստորագրումից հետո շատերը կարծում էին, որ վերջ Հայաստանն այլևս կողմնորոշվել է։ Մենք ունենալու ենք ամերիկյան մոդուլային ռեակտորներ, սակայն Նիկոլ Փաշինյանը դրանից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ դեռ քննարկումները տարբեր գործընկերների հետ նոր ատոմակայան ունենալու շարունակում են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի, եւ Հարավային Կորեայի, Չինաստանի։ Ի վերջո, այսինքն դեռ Հայաստանի իշխանությունները չեն կողմնորոշվել, թե նրանք եւս, այսպես ասած, երկընտրանքի առաջ են։ Հետևում եք այն մեր բոլոր քննարկումները, որը մենք փորձագիտական դաշտում ներսում ունենք, որովհետեւ երեք հենց այս հայտարարությունից հետո մենք քննարկում ենք արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը դեռ որոշում չի ընդունել։ Որտեղ երբ որ հայտարարեցին 9 միլիարդի մասին, որ Հայաստանը պիտի վճարի Միացյալ Նահանգներին, որպեսզի ստանանք այս երկու քայլերով ատոմակայանները, դա նշանակում էր ըստ մեզ, որ առնվազն բանավոր պայմանավորվածություն կա։ Բայց նույն ինչպես նշեցիք, որ Հայաստանը հետո կընտրի ավելի իր շահին հետ համընկնող ընկերությունը եւ երկիրում հետ համագործակցի, դա նշանակում է, որ գուցե քաղաքական որոշում չկա։ Կամ կա այդ քաղաքական որոշումը, բայց չեն ուզում հիմա դրա մասին ասել, որովհետև հիշեցնեմ, նաև ասացին, որ մեծամոր ատոմակայանը էլի մի 10 տարով մինչև 46 թիվը նույնիսկ։ Այո, մենք տեխնիկապես չգիտենք արդյոք դա հնարավոր է թե ոչ։ Գուցե սա քայլ էր, որպեսզի փորձեն բավարարեն տարբեր կողմերը, որ այո, Ռոսատոմը կլինի այստեղ մինչև 40 ոչ թվականները, իսկ պայմանական մյուս քել ամերիկյան ընկերության հետ, որտեղ այդ միակ ընկերությունն է, որը լիցենզավորում ունի։ Այո, իրանք դեռ չեն կառուցել որևէ տեղ նույնիսկ Միացյալ Նահանգներում, բայց իրանք միակ ընկերությունն է, որը ունի այս փոքր մոդուլային ռեակտորների լիցենզավորում։ Եվ իրենց հետ պայմանագիր կնքել եւ փորձել ցենց երկու կողմերը հետ աշխատել։ Տարբեր օպցիաներ կան, բայց այո, հարցը դեռ կա։ Ակտուալ։ Պարոն Մելքոնյան, ԱՄՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանի մեր հանդեպ ունեցած տարածքային նկարտումներին, թե արևմտյան Ադրբեջանի հետ կապված, թե
տարատեսակ բնապահպանական խնդիրների, պրետենզիաների, որոնք մեզ ներկայացնում են ժամանակ առ ժամանակ, առհասարակ այն բոլոր նարատիվները մեր հանդեպ թշնամական նարատիվները, որ մինչ այս կան եւ մեզ անհանգստացնում են։ Միացյալ Նահանգները դրանց ինչպես է վերաբերում։ Նրա համար դա էական չի, կարևորը այստեղ լինի հարաբերական կայունություն, անկախ գնից, թե ինչ գնով ում շահերի հաշվին դա կլինի, թե ամեն դեպքում որոշակի օպցիաներ Վաշինգտոնի համար այստեղ գոյություն ունեն կարգավորման։ Ես անկեղծ ասած չեմ տեսնում, որ այս հարցերը լրջորեն լինեն օրակարգում, վերաբերելով այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին պայմանական։ Բայց օրինակ Զանգիզուրի այսպես կոչված Զանգիզուրի միջանցքը ավելի ճիշտ այս բառակապակցության կիրառումը, այո, այդ հարցը կա օրակարգում, որտեղ իրենց էլ այդ կանել, ասենք դուրս չի գալիս, որ տրիպը վերաձևավորվում է այսպես կոչված Զանգիզուրի միջանցք, որտեղ դա կախված է ուղղակի իրենց շահերի։ Իսկ այլ հարցերը ես չեմ տեսել, որ այդ լինի օրակարգում, որտեղ սա Միացյալ Նահանգներին ինչ որ կենսական շահերի հետ կապ չունի։ Այո, եթե խոսքը գնա այլ շահերի մասին, դա կլինի օրակարգում Միացյալ Նահանգների։ Այս պարագայում դժվարում եմ ասեմ, որ ինչ որ լրջորեն sense քննարկվում է։ Ռուսաստանը բավականին զուսպ է այս օրերին արձագանքում Վենսի այցին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Պարզապես Մոսկվայում հիշեցնում են, որ օրինակ Հայաստանին ձեռնտու է ԵԱՏՄ մասնակցությունը, որ նրա տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է այդ ինտեգրացիոն կառույցով, իսկ միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական փորձն ու տեխնոլոգիաները, ինչպես նրանք են ասում, ամենամրցունակն են եւ օբյեկտիվորեն էլ գուցե այդպես է, մենք տեսնում ենք տարբեր երկրներում դրանց իրականացրած այդ մեծամասշտաբ պրոյեկտներով ատոմային ոլորտում։ Իրականում ինչ կեցվածք կարող է դրսևորել Մոսկվան, իսկապես նա աստիճանաբար կորցնում է այս ռազմավարական ոլորտներում իր ներկայությունը, իսկ նման զուսպ հայտարարությունները ընդհանրապես այսպես դեմքը փրկելու նպատակ են հետապնդում, թե նա չի հանձնվելու եւ նրա դիրքերը կախված բնականաբար Ուկրաինայում սցենարների զարգացումներից վաղ թե ուշ այստեղ նորից վերականգնի, չէ՞ որ նա նաեւ պատմական փորձը մենք դրա ունենք։ Ես կասեի բոլոր ձեր 3 նշած կետերը։ Դա փաստ է, որ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում նվազում է։ Սկսած խաղապանները, որ դուրս եկան Արցախից, վերջացրած Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող սահմանապանները, հետո սահմանապանները Հայաստան-Իրան անցակետից, Հայաստան-Թուրքիա անցակետից, Զվարթնոցից եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ գետնի վրա ներկայությունը գնալով նվազում է։ Դա փաստ է եւ դա շարունակվում է։ Եթե նույնիսկ այս միջուկային հարցը մենք պատրաստ ենք ուրիշ երկրների հետ քննարկել, որտեղ Ռուսաստանը մտածում է, որ ինքը ունի ինչ-որ մոնոպոլիկ, այո, մենաշնորհի դիրքեր։ Երկրորդը, այո, դա ճիշտ է, որ փորձում են փրկել ինչ-որ դեմքը մի ձև, որ իրանք խաղից դուրս են։ Շատ կարևոր է, որ դու խաղի մաս ես, թե չէ, եւ երկրորդ հարցը, որ այդ խաղը ի վերջո քո դեմ է պատտվում։ Տեսնում ենք, որ այս ընդհանուր խաղը, որը տեղի ունենում տարածաշրջանում, կամած Ռուսաստանի դեմ է ուղղված։ Եվ երրորդը, արդյոք իրանք ցանկանան դուրս գան կամ մնան, պարզա որ իրանք ցանկանան մնան եւ ճակերտներով վերադառնան, որտեղ իրենց համար Հարավային Կովկասը այդքան կարևոր չի, ինչքան Հյուսիսային Կովկասի հարցը։ Եվ իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք կարող են ապահովել կայունություն Հյուսիսային Կովկասում միայն այն դեպքում, եթե ունեն ներկայություն Հարավային Կովկասում, որտեղ եթե չլինի Ռուսաստան ներկայություն Հարավային Կովկասում, այստեղ շատեր կարող են լինեն իրենց թշնամիների ներկայություն, որի հաջորդ թիրախը բոլորը հասկանում կլինի արդեն Հյուսիսային Կովկասը, ինչպես դա պատմությունը ցույց է տալիս։ Եվ կան տարբեր օպցիաներ, եւ մենք հիմա այդ փորձում ենք տարբեր սցենարները մեզ մոտ վերլուծենք, ապրի Արմենիայում, թե ինչպես Ռուսաստանը կարող է ճակերտներով վերադառնալ տարածաշրջան։ Արդյոք դա ինչ որ կոշտ ինստրումենտների կիրառում կլինի, գուցե դա այդքան չբխում իրենց շահերից, պայմանական շատ են խոսում գազի գինը ավելացնեն եւ այլն, բայց մենք հասկանում ենք, որ դա ավելի շատ իրենց դեմ արդյունքներ ուղղված կլինեն, կամ դա կլինի ինչ որ այլ փափուկ ուժով վերադարձի փորձ, կամ ընդհանրապես տարածաշրջանի երկրները կփոխեն իրենց մոտեցումը, երբ որ Պուտինը եւ Տրամփը պայմանավորվեն Ուկրաինայի շուրջ եւ ընդունեն, որ գուցե Հարավային Կովկասում այո Ռուսաստանն ունի իր շահերը եւ Միացյալ Նահանգները հաշվի կառնեն եւ արդեն այս տարածաշրջանի երկրները կվերադասավորեն, տարբեր սցենարներ ստեղ կարող են լինել։ Առհասարակ Հայաստանը ուզում է Հայաստանի ներկայիս իշխանությունները ձեր ընկալմամբ ուզում են առհասարակ որ Ռուսաստան այստեղից գնա։
Թե կարծես թե ավելի զգուշ ի տարբերություն նույն Բաքվի շատ ավելի զգուշ քաղաքականություն են վարում ու դրա դրսևորումներ մենք տեսնում ենք։ Օրինակ հիմա բավականին լարված են Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները, իսկ մենք գոնե տնտեսության ոլորտում պահում ենք։ Եվ ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հասկացնել է տալիս, որ մենք կռվելու, վիճելու եւ մեր հարաբերությունը փչացնելու նպատակ չունենք։ Ասեք, ինձ թվում է, որ մենք առնվազն մեզ չեն կարող թույլ տալ ունենանք մեկ հատ նոր թշնամի։ Մենք բավական ունենք Թուրքիան կա, Ադրբեջանը կա ու կա, եւ թշնամանալ Ռուսաստանի հետ կամ այլ հարևան հետ, Իրանի հետ կամ կապ չունի ոչ հարևան երկրի, դա ընդհանրապես չբխում մեր այսօրվա շահերից։ Մենք փորձում ենք ընդհակառակ դաշնակիցներ ձևավորել մեր շուրջ, այլ ոչ թե թշնամիներ։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ Հայաստանը այսօր եւս հայտարարության մնում է ԵԱՏՄ-ում, որտեղ բոլորը հասկանում են, որ տնտեսական են կապերը, շատ կարևոր է հասկանալ, որ սա միայն կախվածության հարց չի, որտեղ այլ դեպքում մենք կարող ենք ասենք, որ այո, Հայաստանը այսօր Հնդկաստանի զենքերից է կախված։ Հետո մենք 90% ստանում ենք Ռուսաստանից, եւ դա ասում ենք կախվածություն։ Այսօր ստանում ենք 60-70% Հնդկաստանից, դա կախվածություն է թե ոչ։ Բայց այս բառը շատ բացասական նաև կոնոտացիա ունի, դրա համար կապերի մասին ենք խոսում հիմնականում, հետո դա բխում է մեր շահերից։ Դե մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը կարող է զարգանալ լինելով ԵԱՏՄ-ում։ Դա այո, Հայաստանը եւ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունը օգտագործում է։ Բայց Ռուսաստանում է դա նաև շատ լավ հասկանում են, որ Հայաստանը առնվազն այդ մեկնաբանություններից, որոնք մենք լսել ենք վերջերս, որ Հայաստանը պատրաստվում է կամաց փոխվել Ռուսաստանից եւ պատրաստվում է իր տնտեսությունը, արտաքին տնտեսական կապեր եւ այլ, որ մեկ օր ԵԱՏՄ-ից դուրս գա։ Դրա համար Ռուսաստանում հայտարարություն արեցին, որ պետք չի մտածել, որ ԵԱՏՄ-ն կարող է թույլ տա, որ դուք ամեն ինչից օգտվեք լինելով ԵԱՏՄ-ում, որպեսզի պատրաստվեք այնտեղից դուրս գալ։ Ռուսական այդ գնահատականները, այնտեղից հնչած արձագանքները, դրանք այդ ալարմիզմը, հա, եթե այսպես ասենք, դրանք օբյեկտիվ են, թե զուտ այդ պահին տեղեկատվական ֆոն ստեղծելն է եւ ինչ որ խնդիրներ լուծելու նպատակով է դա արվում։ Չէ՞ որ նրանք էլ են երևի թե հասկանում, այնինչ որ մենք հիմա խոսում ենք, նրանք կարծես թե նույնքան հասկանում են, որ իրականում մենք նրանցից հաստատ գոնե տնտեսության մակարդակով դեռ երկար ժամանակ չենք անջատվի։ Այո, դրա համար շատ այդպիսի կայսրություններ իրանք փորձում են երկարաժամկետ կտրվածքով մտածեն, դա այլ հարց է ստացվում է իրանց մոտ, թե չի ստացվում, ավելի շատ նստից չի ստացվում, անտե ստացվում է, բայց իրանք տեսնում են, որ կա միտում, որ իրանց ներկայությունը նվազում է, կա որոշակի միտում փոկել նաև կապերը, խզել կապերը, լինի դա գտանք պատրվակ ԵԱՏՄ-ի, ոչ ԵԱՏՄ-ի հապկի հետ, որտեվ հապկը տենց էլ չհայտարարեց, հարցակում չէր, օկուպացրել մեր տարածքները թե ոչ, եւ սառեցին կանտամակցությունը։ Այսօր կա այլ պատրվակ, որը վերաբերվում է երկաթգծին։ Եվ հիշեցնեմ, այդ այն ինչ որ Ադրբեջանում եւ Թուրքիայում խոսում են, որ դժվար թե մենք ցանկանանք օգտվենք Հայաստանի տարածքից երկաթգծային ենթակառուցվածքից, որովհետեւ ինքը Ռուսաստանի ՌԺԴ-ի կոնցեսիայի տակ է եւ միջազգային գործընկերներ չեն ցանկանան։ Դրա համար մենք կառուցում ենք Կարս Նախիջևան երկաթգիծ Թուրքիայում, որը փաստացի Հայաստանի շրջանցում է եւ նոր շրջափակում է ստեղծում լոգիստիկայի տեսանկյունից։ Եվ դրա համար հիմա մերոնք խոսում են, մեր իշխանությունները խոսում են, որ պետք է այս հարցը եղբայրական մթնոլորտում Ռուսաստանի հետ լուծել։ Այո։ Այսինքն կոնցեսիայից հրաժարվեն։ Դե չգիտեմ ինչ կանով հենց այս հարցն է օրակարգում, բայց մենք գնում ենք դեպի դրան։ Բայց ես այլ հարց ունեմ։ Այն դեպքում, եթե մենք հրաժարվում ենք կոնցեսիայից, արդյոք Թուրքիան կչեղարկի Կարս Նախիջևան ծրագիրը։ Դժվար։ Հետևաբար, եթե իրանք չեն չեղարկում Կարս Նախիջևան ծրագիրը եւ դեռ համաձայն են որ չեն չեղարկելու։ Հետևաբար բեռները կգնան Բաքու, Արցախ, Սյունիք, Նախիջևան, Կարս, այլ ոչ թե Բաքու, Արցախ, Սյունիք, Նախիջևան, Երևան, Գյումրի, Կարս։ Այս Հայաստանը շրջանցվելու։ Հետևաբար դա պատրվակ է։ Եթե իրանք չեն չեղարկելու այս ծրագիրը։ Իրանք փորձում են գտնել պատճառներ, ինչու պետք է Հայաստանին պահել շրջափակված։ Իսկ Ղազախ, Իջևան, ինչպես նաև մերոնք էին թվարկում Ղազախ, Իջևան, Ջաջուր, Գյումրի, Կարս այդ գիծը, եթե մենք աշխարհագրորեն նայում ենք, դա ավելի կարճ է ստացվում, քան Արցախով, Սյունիքով, Նախիջևանով դեպի Թուրքիա։
այս հատվածն էլ դրանք շահագրգռված չեն լինի, որպեսզի Հայաստանը տնտեսապես եւ ենթակառուցվածքային առումով չզարգանա։ Թուրքիան եւ Ադրբեջանը միանշանակ։ Եթե մենք խոսում ենք, որ խաղաղություն է եկել տարածաշրջան արդեն, հետեւաբար ինչու ենք մենք սպասում տրիպին։ Եկեք միանգամից այդ բոլոր կոմունիկացիաները բացենք, առնվազն 3 հատ երկաթգից, մենք ունենք առնվազն 4 հատ մայրուղի Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Ինչու ենք մենք դեր բլոկադայի մեջ։ Ուրեմն այդ կանել դեր խաղաղության չենք հասել։ Կամ կա այտենց ռիսկ, որ տրիպը կբացվի, կաշխատի եւ այլ ճանապարհները կիսաբաց վիճակում կմնան։ Կբացվեն երրորդ երկրի քաղաքացիները կամ ընդհանրապես չեն բացվի, կասեն դեր երկար դելիմիտացիայի process կա, հիշացնեմ 1000 կիլոմետր սահման ենք Ադրբեջանի հետ, որը պետք է դելիմիտացվի, դեմարկացվի եւ առանց դրան Ադրբեջանը կարող է։ Եվ գումարած արդյունքում էլ ռուսներեն երկաթգծից կհանենք եւ կմնանք մենակ Երևան, Բաքվի եւ Անկարայի։ Եվ այդ դրա ռիսկը կա։ Հետևաբար հարց եմ տալիս, եթե մենք կոնցեսիայից դուրս են գալիս, արդյոք Թուրքիան չեղարկի այդ ծրագիր եւ մենք ինտեգրված կլինենք այս ընդանուր կոմունիկացիաների մեջ։ Ըստ ինձ 99% հավանականությամբ ոչ։ Հետևաբար դա ընդամենը պատրվակ է։ Թուրքիա եւ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ երկարաժամկետ նրանց քայլերը սինխրոն են, դրանք ամբողջությամբ նույնական են, թե ամեն դեպքում Թուրքիային ի տարբերություն Ադրբեջանի շատ ավելի ձեռնտու է համեմատաբար սուվերեն անկախ Հայաստանի պետության գոյությունն այստեղ։ Մենք ապրում ենք մի քանի ամիս առաջ հրատարակեցինք Թուրքիայի քաղաքականության մասին զեկույց, եւ այդտեղ շատ հետաքրքիր բաներ կային։ Այո, Թուրքիայում կա այտենց մոտեցում, որ Հայաստանը ինչ որ հետամնաց երկիր է, ինքը առաջնահերթություն չի, եւ հաշվառնելով, որ ինքը Թուրքիայում էլ կանել առաջնահերթություն չի, մեր քաղաքականությունը հիմնված կլինի ոնց ենք մենք ասում Azerbaijan first։ Ինչպես Ադրբեջան։ Այո, ամեն ինչ Ադրբեջանի շուրջ պիտի պատտվի, որտեղ Ադրբեջանը Թուրքիայի համար շարունակվում է լինել այդ սյուներից մեկը, որը մուտք է տալիս կենտրոնական Ասիա։ Եվ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ մենք կոչում ենք պրոկրաստինացիա։ Այո, մենք ունենք պայմանագիր դեր հունիս 2022 թվականից բացել սահման երրորդ երկրի քաղաքացիների համար, բայց միջ այսօր դա տեղի չունեցավ։ Անցավ մոտավորապես 4 տարի։ Այո, եւ երբ որ դա տեղի կունենա, Թուրքիան դա ցույց կտա, որ մեծ առաջընթաց տեղ ունեցավ, բայց փաստացի կփորձի ծախել այն, ինչ որ արդեն արել էինք 4 տարի առաջ։ Հետևաբար, այո, հաշվառնելով, որ այստեղ շահերի բախում չկա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև Հայաստանի նկատմամբ, կարող ենք ասենք, որ նաեւ սինխրոնիզացված եւ այո, Ադրբեջանի ազդեցությունը կա։ Պարոն Մելքոնյան, վերադառնանք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության այդ թեմային։ Նրանց ձգտումները, նրանց քաղաքականությունը եւ նպատակներն այստեղ խնդիրները միայն երկու երկրներին Հայաստան եւ Ադրբեջանին իրանց աշխարհակաղակական, տնտեսական ազդեցության տակ վերցնելն է, թե նաեւ Իրանի գործոնը կա, կարծում եմ մենք չպետք է երևի մոռանանք Իրանի մասով, որ այստեղ եւս նրանք որոշակի անելիքներ ունեն։ Եվ եթե դուք համաձայն եք այս իմ պնդման հետ, հետեւաբար ինչ արձագանք պետք է մենք սպասենք Թեհրանից։ Այո, Իրանը դեր խաղի մեջ է, առավել եւս ինքը նաեւ կոմունիկացիաների գոնկի մեջ կա, հիշացնեմ, որ մրցավազքի, այո, Իրանում պատրաստում են ավարտել Արաքսի միջանցքը, Մարազի միջանցքը, որը կապում է Արցախի հարավը, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո է Նախիջևանի հետ, մինչև չկա այսպես կոչված տրիպը, որտեղ սա հիմնական խաղաքարտն է Իրանի ձեռքում, որ ինչու եք դուք ճնշում Հայաստանին։ Ճանապարհ եք ուզում, մենք կարող ենք դες համար ճանապարհ կառուցենք, որովհետեւ Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված կարիք չկա։ Եվ Իրանը շատ ակտիվորեն սկսեց կառուցել։ Այո, նաև դա իր շահերից բխելով, որպեսզի ինքը կոմունիկացիաներից դուրս չմնա, բայց իրենք դեռ խաղի մեջ են։ Արդյոք պետք է Իրանի շահերը հաշվի առնել միանշանակ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, ել եմ ասում, նոր ինչ-որ թշնամիներ ունենալ։ Ադրբեջանը ուներ խնդիրներ Իրանի հետ, ինչպես նշեցիք, նաև Ռուսաստանի հետ ուներ։ Բայց շատ կարևոր որ Ադրբեջանը ուներ թուրքական վահան, ասենք ասենք, որը Իրան թույլ է տալիս մանևրել Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Հիշեցնեմ, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունների մեջ բացասական գագաթնակետը նա էր, որ հարձակում էր տեղ ունեցել Ադրբեջանի դեսպանատան դեմ վրա Տեհրանում։ Եվ Իրանը անցկացնում էր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին մոտ եւ ուղղակի մեսեջեր դա Բաքվին, որ
քայլ Սյունիքի ուղղությամբ ագրեսիվ քայլ չձեռնարկեն, այո։ Շատ լարված են հարաբերությունները։ Մենք տես բան մեզ չեն կարող թույլ տալ։ Իրանը վերջում մնում է մենք ունենք 4 սահման, դեռ 2 սահմաններն են բաց եւ Իրանը մեզ համար Իրանի սահմանի գոյությունը եւ լավ հարաբերություններ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Հետևաբար այո, պետք է իրենց մտահոգությունները հաշվի առնել։ Մտահոգությունները པարզ են։ Բունտ գետնի վրա Միացյալ Նահանգների ներկայությունը անվտանգության ոլորտում եւ երկրորդը ինչպես աշխատելու Հայաստան-Իրան սահմանը։ Եթե Հայաստան-Իրան սահմանը անցակետը մտնում է ընդանուր տրիպի մաս։ Սա հիմնական մտահոգություններ է։ Ինչպես մենք հասկանում ենք բուն գետնի վրա անվտանգության ոլորտից ներկայություն չի լինելու եւ դա հիմնական մտահոգությունը եւ երկրորդը պիտի արդեն փորձենք հասկանանք թե ինչպես ընդանուր տրիպ աշխատելու։ Ինչպես ես եմ հասկանում, դեռ նույնիսկ մեզ մոտ Հայաստանում լիովին 100%-ով հստակ չի թե դա ինչ է լինելու։ Պարոն Մելքոնյան, Հայաստանի քաղաքականությունը, Հայաստանի պահվածքը Իրանի հետ հարաբերություններում երբևէ պայմանավորված լինում է արդյոք նրանով, թե Իրանում ինչ ներքին process-ներ են տեղի ունենում եւ Իրանը իր հարևանների տարածաշրջանում իր հակառակորդների հետ այդ պահին ինչ իրավիճակ է։ Օրինակ շատերը կարծում են, որ հենց թրիփը նաեւ արդյունք էր Իրано-իսրայելական այդ ամառվա անցած տարվա ամառվա այդ պատերազմի, երբ որ Իրանը շատ բավականին ծանր վիճակում հայտնվեց եւ Հայաստանն էլ պետք է ինչ-որ մի կերպ իր հարավային սահմանը թեկուզ այդ տարբերակով անվտանգ դարձներ։ Այսինքն սա մեկը մյուսի հետ կապված է, թե ամեն դեպքում Իրանը մնում է մեզ համար գործոն։ Իրանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է մնում եւ ես չեմ մտածում, որ դա ուղղակի կապված է նրա հետ, որտեվ ուշադրություն դարձնենք քրոնոլոգիային։ Ադրբեջանի հարձակման հավանականությունը շատ բարձր 2025 թվականի սկզբին, երբ որ մենք տեսնում ենք Նախիջևանում կուտակեցին զորքեր, Արցախում կուտակեցին, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսների հավանականությունը շատ բարձր է։ Այդ վաղ ժամանակ առ ժամանակ Սյունիքի գյուղերի վրա էին կրակում։ Այո, արդեն պատրաստվում էին։ Եվ այդ վաղ տեղ ունեցավ ապրիլին համատեղ զուգահեռ զորավարություններ Իրանի սահմանային հատուկ նշանակության ուժերի, ճիշտ է։ Պատմության մեջ առաջին զորավարություններն Իրանի եւ պարզ է որ սա ուղղված էր Ադրբեջանին այս մեսեջը եւ իրանական զորքերը չեն անցել մեր սահմանը եւ մեր զորքերը չեն անցել իրանական սահմանը։ Դա ցույց էր տալիս որ մենք թույլ չենք տա սահմանները փոխվեն։ Սա Իրանի կարմիր գիծն է։ Միևնույն ժամանակ տեղի ունեցան արդեն բանակցությունները Տրիպի շուրջ։ Եվ իսկ հարձակումը տեղի ունեցավ հունիսին։ Եվ արդեն այդ բանակցությունները տեղի են ունեցել եւ ինչ որ նախնական պայմանավորվածություններ կան։ Եվ 2 ամիս անց, նույնիսկ 2 ամիս չէ, ամիս ու կես անց արդեն հանդիպում տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Դժվար է ամիս ու կես ընթացքում հարձակումից հետո մեկնարկել բանակցություններ, գալ պայմանավորության եւ կազմակերպել հանդիպում, հետաբար այս գործընթացը մինչեւ Իսրայելի հարձակումը տեղի ունեցել։ Եվ հետեւաբար այս օրերին, երբ որ ժամանակ առ ժամանակ իրանական կողմից են հնչում մտահոգություններ, մենք էլ շտապում ենք նրանց հանգստացնել։ Նրանք որքանով են այդ մեր պատասխանից, այսպես ասեմ, բավարարված, որքանով է դա հիմնավոր նրանց համար։ Ինչքան հասկանում եմ, բավարարված չեն, որովհետև կա նաև ռետորիկայի, ռետորաբանության շեղում։ Եթե մենք համեմատենք օգոստոս 2025 եւ փետրվար 2026, երբ որ ԱԳՆ-ի ղեկավարը պարոն Արախչին հայտարարում է, որ մեր մտահոգությունները հաշվի առել է Հայաստանը, այդ նույնիսկ ուշադրություն չդարձնենք այս кейսում, թե Ալիակբար Վելայաթին կամ այլ օկեո առաջնորդին մոտ խորհրդականներ ինչ են հայտարարում։ ԱԳՆ-ի մոտեցումը այն ինչ որ Հայաստանում ասում են, որ մենք մեր մոտեցումը հիմնվում ենք դրան, ինչ որ հայտարարում է ԱԳՆ-ը։ Մենք տեսնում ենք պարոն Շերղոլամին, նոր դեսպանը, ավելի կոշտ հայտարարություն արեց այս վերջերս, որը վերաբերում է օտար եւ թշնամական ուժերի ներկայությունը Հայաստանում։ Նշանակում է նույնիսկ ԱԳՆ-ի գծի մեջ կա ինչ որ շեղում եւ Հայաստանը լիովին չի բավարարել այդ մտահոգությունները։ Հետաբար այո, այստեղ այս կոնտեքստում դեր կա մեծ աշխատանքի կարիք։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան։ Շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։ Կհանդիպենք։